Բարև ձեզ արգել երուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ ինչպես ամեն աշխատանքային օր այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես Իրավունք թերթը գրում է. Տիրադավ եպիսկոպոսների տանն ընկած կռիվը գնալով ավելի է լրջանում։ Բանն այն է, որ ըստ վերջիններից մոտ կանգնած աղբյուրների նրանք սկսել են իրար կասկածել։ Ժողովներին նավասարդ arczepiskopos Քոչարյանի հրամանով մինչև տեղը տեղին չեն ստուգում, չեն մտնում քննարկումների, սկսել են իրենց մեջները կռիստերի ման գալ։ Առաջին կասկածյալն ընդ որում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանն է։ Սա բնական process է, որովհետև իրենք էլ հո գիտեն այդտեղ ովքեր են հավաքված եւ եթե դավաճանել են Մայրաթուր Սուրբ Էջմիածնին, ապա ինչու պիտի իրար չդավաճանեն կամ դավաճանության հետողորմյա չանեն, չփորձեն հարաբերություններ կարգավորել Մայրաթորի հետ, չնայած կարծում եմ իրենց այս առումով իրենց գնացքը մեծ իմաստով արդեն գնացել է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կառավարությունը նախատեսում է գրեթե 200 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել Sevan Startup Summit-ին։ Օրաթերթը ուսումնասիրել եւ պարզել է, թե ինչ ուշագրավ ծախսեր են նախատեսվել Sevan Startup Summit 2026-ի համար։ Միջոցառման հիմնական մեծ բեմը, որը պետք է տեղակայված լինի միջոցառման հիմնական տարածքում եւ կահավորված լինի LED էկրաններով, արժեցել 24 միլիոն դրամ։ Հիմնական անցակետը մուտքի ելքի ընթացակարգ եւ հյուրընկալության ծառայությունը արժանալու է 18 միլիոն դրամ։ Բազմաֆունկցիոնալ սննդի կետը food court-ը 800 քառակուսի մետր մակերեսով վրանային կոնստրուկցիայով կամ շինությամբ, որը պետք է ապահովված լինի 150 սեղանով եւ 600 աթոռով, արժանալու է 15 միլիոն 198 հազար դրամ։ Վրանային ավանը, որը նախատեսված է միջոցառման հիմնական մասնակիցների գիշերակացի ապահովման համար, արժանալու է 28 միլիոն 800 հազար դրամ։ Ընդհանուր նկարահանման արժեքը կազմելու է 24 միլիոն դրամ եւ այսպես շարունակ տարբեր ծախսեր։ Գիտեք, սովորաբար իշխանություններն ասում են ինչ վատ բան կա, երբ անդադ միջոցառումներ են կազմակերպում, իհարկե, եթե Հայաստանը այլ խնդիրներ չունենար, կարելի էր անընդհատ, չգիտեմ, ամեն շաբաթ ինչ-որ միջոցառում կազմակերպել, նման գումարներ ծախսել, բայց երբ սրանք քաղաքացիների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ժամանակ հայտարարում են, որ փող չկա կամ բյուջեն չի կարող նման ծանրությունն իր վրա վերցնել, հարց է առաջանում, բայց համերգների, քեֆ ուրախությունների, Ջենիֆեր Լոպեսների ու Սնոփ Դոգերի վրա ինչու է միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսվում մեկ տարվա ընթացքում։ Պատասխանը մեկն է ու բնական։ Իշխանությունները լավ են հասկանում, որ անընդհատ այս շոուներով, ժամանցային միջոցառումներով պիտի զբաղեցնեն հանրությանը, ստեղծեն քարոզչական տպավորություն, որ որևէ խնդիր չկա, ամեն բան լավ է, եւ կարող եմ ասել, որ ինչ որ իմաստով սա իրենց հաջողվում է, եւ իրենք կարողացել են պատերազմի դառը հետևանքները թաքցնել այս փայլող իրադարձությունների հետևում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է, բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։ Ուժեղ Հայաստանի դեմ ագրեսիվ հակաքարոզչությունն իրականացնելուց զատ իշխանական պատժիչ մեքենան է նաև գործի անցել։ Տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր օղակներից փնտրում գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ, տարածքներ են տրամադրում Կարապետյանի թիմին, համագործակցում են նրանց հետ եւ փորձում են ճնշումներ բանեցնելով ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Datalinx դատական տեղեկատվական համակարգում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, փաստի արդիվ քրեական գործը հարուցվել է 2009 թվականին Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից։ 2009 թվականին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես ներողություն մեղադրյալ ներգրավելու մասին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, խարդախություն առանձնապես խոշոր չափերով։ Բնական է, քաղաքացիական պայմանագրի շարքերում քիչ չեն նման մարդիկ եւ քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնք նման հանցագործությունների մասնակից լինելով նախորդ իշխանության օրոք անպատիժ են մնացել եւ ազատության մեջ են մնացել։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։ Նիկոլ Փաշինյանի հիմնած Վարչաբենդ խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ Օրաթերթը տեղեկանում է, որ Պալադիում հոլում կայացած համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 միլիոն 520 հազար դրամ։ ՔՓ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պատասխանելով օրաթերթի հարցմանը հայտնել է. Վարչաբենդ խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ներկայացնում եմ ծախսերը ստորև, տարածքի վարձակալություն 2.5 միլիոն դրամ, բրենդավորում, ձևավորում, ատրիբուտիկայի գնում 4 միլիոն 900 հազար 100 դրամ, գործիքավորում, երաժիշտների և դիջեյի վարձատրություն 1 միլիոն 119 հազար դրամ, ընդհանուր 8 միլիոն 519 հազար 940 դրամ, ասված է հարցման պատասխանում։ Գրել էինք, որ մինչև 500 անձի համար նախատեսված ծրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այդ հաշվարկով միայն ծրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13 միլիոն 500 հազար դրամ։ Միասին ստացվում է այլ թվերի հետ 15 միլիոն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար մոտ 500 մասնակցի դեպքում։ Ընդհանուր Փաշինյանի համերգի վրա, սա արդեն մեր հաշվարկներ ժողովրդի ներկայացրած թվերի հիման վրա, գերազանցել է 60 հազար դոլարը։ Երբ Վահագն Ալեքսանյանն ասում է, որ այդ ծախսերը կատարվել են քաղաքացիական պայմանագրի հաշվին, պետք է հիշել, որ քաղաքացիական պայմանագրի հաշվին էլ գումարներ վճարում են այն գործարարները, եւ այդ բացահայտումը արել էր կարծեմ Infocom-ը, կատարում են այն գործարարները, որոնք պետությունից ստանում են հարկային արտոնություններ, այսինքն մաքսատուրքեր չեն վճարում եւ այդ մաքսատուրքեր չվճարող կազմակերպությունների զգալի մասը փոխանցումներ է անում քաղաքացիական պայմանագրի բյուջեին, հաշվի համարին եւ Իմ քայլը հիմնադրամի հաշվի համարին, այնպես որ կարելի է էլի համարել, որ սրանք պետության փողերն են, որոնք իշխանությունը ԿՊ-ն ներել էր կամ զեղչել էր գործարարների համար, գործարարներն էլ դրանից փայ էին հանել քաղաքացիական պայմանագրին։ Հրապարակ թերթը գրում է. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 3 տեղի ունեցավ Ուժեղ Հայաստան կուսակցության պաշտոնական շնորհանդեսը եւ հայտարարվեց նաեւ վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գրել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանն իրավունք չունի նախընտրական ցուցակում տեղ զբաղեցնել, բայց թիմը որոշել է նրան հայտարարել դե ֆակտո առաջնորդ, իսկ ընտրություններից անմիջապես հետո հենց խորհրդարանում փոխել օրենքի այն կետը, որը սահմանում է, որ վարչապետ կարող է լինել 4 տարի բացառապես Հայաստանում ապրած եւ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացած անձը։ Մենք տեղեկացանք նաև, որ կուսակցությունը կառավարող մարմին է ձևավորել քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված են Սամվել եւ Նարեկ Կարապետյանները, ՀԵՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, սահմանադրագետ Գոհար Մելոյանը եւ փաստաբան Արամ Վարդևանյանը։ Երեք իշխանությունները բավական աղմկում էին սահմանադրության հետ առնչվող փոփոխությունների մասով, իհարկե քաղաքացիական պայմանագիրը այն ուժը չէ եւ ԿՊԱ-ականները այն մարդիկ գործիչները չեն, որոնք կարող են քննադատել սահմանադրության վերաբերյալ նման վերաբերմունքը, այս մարդիկ մի քանի անգամ սահմանադրական կարգ են տապալել, ոտնահարում են սահմանադրության տարբեր դրույթներ, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ սահմանադրությունը մայր օրենքն է եւ կարծում եմ դրա վերաբերյալ շատ զգույշ պիտի լինել եւ ուղակի այսպես փոփոխություններ մեկ անձի համար չեմ կարծում թե դե Նիկոլ Փաշինյանն էլ ասենք կարող է փոխել սահմանադրություն եւ ավելի ուրիշ բարդություններ բերել, չնայած կարծում կարելի է հաղթել ընտրություններում եւ դրանից հետո որոշել ինչպես վարվել։ Հրապարակ թերթը գրում է. մանդատ ստանալու հայտ ներկայացրած ԿՊԱ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն։ Այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ԿՊ նախընտրական նախնական ցուցակը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից 15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ԿՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական տեխնացու ընտրեն, ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն եւ ռեյտինգային կարգով կձևավորվի ԿՊ-ի նախնական ցուցակը։ Ամենաշատ ձայն ստացածից մինչև ամենակիչ։ Իսկ առաջին 50 տեխնացուներն արդեն
Մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի միջև, որոշելով թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որտեղը պետք է զբաղեցնի։ Անակնկալ կլինի, որ հանգարց ԿՊԱ-ականները որոշեն Վահագն Ալեքսանյանին վարչապետի թեկնածու առաջադրել։ Իհարկե նման անակնկալ չի սպասվում, որովհետեւ իշխանությունները ոչ թե ժողովրդավարական են, այլ ժողովրդավարություն են խաղում, դեր են ստանձնել եւ փորձում են ստեղծել տպավորություն, թե ԿՊԱ-ականները որոշեցին, որ Նիկոլ Փաշինյանը պիտի լինի վարչապետի թեկնածու, կամ այս մարդը այսինչ տեղում, մեկ այլ մարդ այլ տեղում, սա Նիկոլ Փաշինյանի կազմած ցուցակն է լինելու իր գլխավորությամբ, եւ այդ ցուցակը ուղղակի ժողովրդավարություն խաղալու այս տեսքով ներկայացնելու, թե իբրև ԿՊԱ-ականները որոշեցին։ Հրապարակ թերթը գրում է. վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչինչ չի տարբերվում իրական կալանքից, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետև լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է, մարդը գոնե իր տանը կլինի պատճառաբանությամբ։ Այդպես վարվեցին Միքայել եւ Մկրտիչ սրբազանների, Դավիթ Համբարձումյանի, սրբազան շարժման գործով անցնող Արցախի падգամավոր Դավիթ Գալստյանի եւ ուրիշների մասով։ Որոշ տեղեկություններով քաղբանտարկյալների նկատմամբ այս մեծահոգությունը ճակերտների մեջ իշխանությունը սիրահուժար չի անում, այլ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Իրավունք օրաթերթը գրում է. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը փետրվարի 10-ին տեղի ունեցավ դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հասարակական եւ քաղաքական գործիչների Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ նման ընդունելությունների ժամանակ որպես արարողակարգային կանոն դեսպանի ողջունի խոսքին հաջորդում է Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կամ արտգործնախարարության ներկայացուցչի շնորհավորական խոսքը։ Մինչդեռ հանդիսավոր ընդունելության ներկա արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այդպես էլ մեկ բառ անգամ չասաց։ Դե բնական է, Ռուսաստանի եւ ԿՊ-ի հարաբերությունները շատ նման են մի հին սերիալ կար Սանտա Բարբարա, որ անընդհատ ինչ որ իրադարձություններ էին, այդ ֆիլմը չէր ավարտվում, տենց էլ ես տենց էլ չգիտեմ, այդ Սանտա Բարբարան ավարտվեց կամ չեմ կարող ենթադրել Ռուսաստանի եւ ԿՊ-ի այս սիրային պատմությունը եռանկյունին արդեն Միացյալ Նահանգները կա այդ արանքում ավարտվելու է, թե չէ, թե վերջը որոշելու են շվեդական ընտանիք կազմել։ Այսօր այսքանն էինք նախատեսել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք եկող շաբաթ։